Բարև ձեզ, Շանթի եթերում լրատվության ժամ է, մարտի 13-ն է 5 շաբթի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանն ընդունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու ինժպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների տեղի շուրջ, ասում է արտգործնախարարության հայտարարության տեքստում։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա երկու ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր, ով նա ցույց տվեց, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում։ Բաքվում պահվող հայգերիների հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում։ Եվրոպացի падգամավորները Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունները համարում են ապօրինի ու կեղծ։ Պահանջում է Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Այս մասին Եվրախորհրդարանականները նաև բանաձև են ներկայացրել։ Եվրոպական ամբիոնին առաջինը Հայաստանի հարցերով վշտական զեկուցող եւ հայգերիների մասին բանաձևի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն է մոտենում։ Սլովակիան ներկայացնող падգամավորը նախ արձանագրում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունները կեղծ են, իսկ գերիները անմարդկային պայմաններում են, ինչն ըստ նրա ցույց է տալիս Ալիևի իրական դեմքը, ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։ Մինչ Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին եւ ծախողել տարածաշրջանային խաղաղության ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք քաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների եւ սկզբունքների։ Եվրոպացի падգամավորը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների եւ դատավորների նկատմամբ։ Ըստ նրա պետք է համոզվեն, որ Ադրբեջանի հետ հետագա ցանկացած համագործակցություն հիմնված կլինի բոլոր պահվող անձանց ազատ արձակման եւ խաղաղության համաձայնագիր կնքելու Բաքվի պատրաստակամության վրա։ Ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է անում նաեւ Ռումինիան ներկայացնող падգամավոր Վասիլե Դինչուն։ Տարածաշրջանում ռազմական վիճակը հաշվի առնելով նա հորդորում է անհապաղ գործել ու ապագա ողբերգությունը կանխելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկել։ Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը եւ աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Դատական այդ գործընթացները բանաձևի համահեղինակ Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն համեմատում է ստալինյան դատավարությունների հետ։ Ըստ ֆրանսիացի падգամավորի գերիների միակ մեղքը հայ լինելն է։ Լուազոն խոսքն ուղղելով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ափսոսանք է հայտնում, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին եւ չի լսում իրենց։ Նա հորդորում է Եվրամիության բարձր ներկայացուցչին գնալ եւ տեսնել Հայաստանը։ Դուք կտեսնեք մի երկիր, որը ցանկանում է խաղաղություն, երազում է Եվրոպայի մասին, որի հարևանությամբ Ադրբեջանն է, որը շարունակում է սպառնալ եւ հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ դաշնակիցներից մեկը։ Հուսով եմ, որ հաշվի կառնեք նաեւ, որ Ադրբեջանը թշնամական միջամտության քաղաքականություն է վարում Ֆրանսիայի նկատմամբ եւ դա չի կարող անարձագանք մնալ։
Ֆրանսիան ներկայացնող մեկ այլ պատգամավոր Մարինա Մեզուրն էլ հիշեցնում է, որ 2023 թվականին Եվրոպան չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանին եւ այսօր ըստ նրա պետք է գործի Ադրբեջանի կողմից պահվող հայերի ազատ արձակման համար։ Նրանք պահվում եւ խոշտանգվում են, սակայն նրանց միակ հանցանքը իրենց ժողովրդին իրենց հողն ու իրավունքները պաշտպանելն է։ Եթե մենք ոչինչ չանենք, ուղերձ կհղենք Ալիևին, որ կարող է անպատիժ շարունակել այն, ինչ անում է Հայաստանի դեմ։ Լռությունն այլևս ընդունելի չէ։ Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք, որ Հայաստանը միայնակ չէ։ Ադրբեջանը կանգնած է մարդու իրավունքների խոր ճգնաժամի առաջ, այս մասին էլ պորտուգալացի պատգամավորն է արձանագրում։ Կատարինա Վիերայի խոսքով Ադրբեջանի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել արտահայտվելու հավաքների եւ միավորումների ազատության համար, ինչպես նաեւ իրավապահ համակարգը զենք է դարձրել իր քննադատների դեմ։ Նա դրական է գնահատում Եվրամիության խորհրդարանի հետևողական անդրադարձը, բայց եւ արձանագրում է, Եվրախորհրդարանը կարծես Եվրամիության միակ ինստիտուտն է, որ անում է դա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես եւ զոհաբերենք մեր արժեքները տնտեսական եւ էներգետիկ շահերին։ Սա ոչ միայն կեղծավորություն է, այլև կախվածություն է առաջացնում մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար։ Մենք դասեր չենք քաղել Ռուսաստանից նախկինում ունեցած մեր կախվածությունից։ Ժամանակն է, որ մարդու իրավունքները գերադասենք էժան նավթից եւ գազից։ Եվրոպային կոչով է դիմում նաև լեհ պատգամավորը Մալգոժատա Գոսևսկան հայտարարում է անպագորգոր ելույթների ու ծափերի ժամանակը չէ, պահանջելով կոշտ քայլեր իրական խնդրի լուծման համար, ինչպիսին Կովկասում իրավիճակն է։ Իսկ իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան դիմում է քննարկմանը ներկա Եվրահանձնակատարին հարցնելով, արդյոք Եվրամիության հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժելուց հետո։ Պատգամավորի այս հարցը սակայն այդպես էլ անպատասխան է մնում։ Քննարկումը եզրափակող էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Դան Յորգենսենն ի տարբերություն պատգամավորների կոշտ ռետորաբանության ավելի մեղմ ելույթ է ունենում, առանց որակումների։ Նա անգամ գերիներին ազատ արձակելու կոչով չի դիմում Ադրբեջանին։ Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված։ Ձեզանից շատերն էլ այսօր նման մտահոգություններ հայտնեցին այստեղ։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին եւ ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի եւ հարգվի։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այդ հարցերին եւ իրենց մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին։ Յորգենսենի խոսքով Եվրամիության հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարգումն է։ Եվրամիությունը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի եւ արդար դատավարության իրավունքները։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները Ադրբեջանին կոչ անելու կալանավորների համար ապահովել արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ հետաքննվեն։ Եվրահանձնակատարը դարձյալ հիշեցնում է Եվրամիության կոչն ուղղված թե Ադրբեջանին եւ թե Հայաստանին, հիմնվել ձեռքբերումների վրա եւ շարունակել առաջընթաց գրանցել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։ Յորգենսենի խոսքով կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն էլ իրենց հասարակություններին տանեն այդ ճանապարհով։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Եվրախորհրդարան այսօր Ադրբեջանի կողմից հայ պատանների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը եւ նրանց դեմ շինչ ու դատավարությունների խորագրով բանաձևն ընդունել է 523 կողմ 3 դեմ 84 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ։ Այս բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթյալների զանգվածային արտաքսման քաղաքականության պատճառով Միացյալ Նահանգներում միգրանտների պահման կենտրոնները գերբեռնված են։ Ներգաղթային բանտերում գտնվողների թիվը հասել է 47600-ի։ Ըստ գործակալության տեղեկատվության գերատեսչությունը մտադիր է ավելացնել մահճակալների թիվն անօրինական ներգաղթյալների պահման կենտրոններում։ Ընդհանուր առմամբ 2024 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգների ներգաղթի հարցերով զբաղվող իշխանությունները ձերբակալել են 113400 մարդու։ Միջազգային մյուս ուշագրավ նորությունները տեսաշարով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կուրսկի մարզ եւ խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության հետ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը բանակի ղեկավարության առաջ խնդիր էր դրել հնարավորինս կարճ ժամկետներում ազատել Կուրսկի շրջանն ուկրաինական ներկայությունից եւ պահանջել է Կուրսկի շրջանի ուկրաինացի զինվորականներին վերաբերվել որպես ահաբեկիչների։ Ռուսաստանի Դաշնության զինված գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված Կուրսկի մարզի 86%-ն ազատագրվել է։ Ռուս զինվորականները մի շարք վայրերում հատել են սահմանը եւ մտել Սումիի մարզի տարածք։ Կիևի հետ զինադադարի շուրջ համաձայնության գալուց հետո ամերիկացի բանակցողներն արդեն մեկնել են Մոսկվա խորհրդակցությունների, հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը։ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Լրագրողների հարցին Մոսկվայի վրա ճնշում գործադրելու հնարավոր միջոցների մասին ամերիկացի առաջնորդը պատասխանել է. «Կան բաներ, որոնք պետք է անել եւ որքան էլ տհաճ կլինեն։ Ֆինանսական առումով ես կարող եմ անել այնպիսի քայլեր, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար։ Ես չեմ ուզում դա անել, քանի որ խաղաղություն եմ ուզում»։ Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը դրական է գնահատել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերի առաջին արդյունքները։ «Մենք կարծում ենք, որ այժմ շատ լավ վիճակում ենք։ Ուկրաինացիները համաձայնել են զինադադարի եւ հիմա մենք կտեսնենք, թե արդյոք մենք կարող ենք համոզել Ռուսաստանին»։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, որ Ամերիկայի ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա բանակցելու, նշել է, որ առաջիկա օրերին չեն բացառվում շփումները։ Իր հերթին Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ի մերձավոր արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կմեկնի Մոսկվա։ Ուիթկոֆը մեկնում է Մոսկվա այս շաբաթվա վերջին, լրագրողներին ասել է մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ Սակայն նա չի հաստատել, թե արդյոք նա կհանդիպի Ռուսաստանի ղեկավարի հետ։ Լևիտը նաև ասել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը երեկ խոսել է իր ռուս գործընկերոջ հետ։ Հաղորդվում է, որ Վիտկովը Մոսկվա կայանալիք այցի ժամանակ պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև բանակցություններից հետո Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել կնքել 30-օրյա զինադադար։ Միացյալ Նահանգներից մի շարք արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար Եվրամիությունը 26 միլիարդ եվրոյի մաքսատուր կսահմանի՝ ի պատասխան Եվրամիությունից պողպատի ու ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ սահմանած 25% մաքսատուրքի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Քանի որ Միացյալ Նահանգները 28 միլիարդ դոլարի մաքսատուրքեր է սահմանում, մենք պատասխանում ենք 26 միլիարդ եվրոյի հակամիջոցներով, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը, հավելելով, որ դրանք ավելացված հարկեր են եւ այդ ամենը վնաս է բիզնեսի ու ել ավելի վատ է սպառողների համար։ Նա ընդգծել է, որ գները կաճեն թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում։ Եվրոպական նոր մաքսատուրքերը կգործեն ապրիլի 1-ից։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Հայաստանում ընթացող եվրաինտեգրման գործընթացների ֆոնին Եվրամիությունը կարևորում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ներդրումային ծրագրերի իրականացումը։ Այն առաջին հերթին նպաստում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների բարելավման ու հետագա ծրագրերի ներգրավմանը։ Այս մասին Գյումրիում է խոսել Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Վասիլի Սմարագոսը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողության հետ հանդիպման ժամանակ լրագրողների զրույցում դեսպան անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին, խոսել հայ-ադրբեջանական սահմանային գոտում Եվրամիության առաքելության կարևորության մասին։ Ցանկացած զարգացող երկրի տնտեսության առաջընթացի եւ կայունացման երաշխավորը մարդկային կապիտալն է, մտավոր ներուժը։ Եվրամիությունը մշտապես պատրաստակամություն է ունեցել Հայաստանում լուրջ ներդրումներ կատարել կրթության ոլորտում։ Այս շեշտադրումն ուներ Հայաստանում Եվրամիության դեսպանի ելույթը Գյումրիի երիտասարդության հետ հանդիպմանը։ Դեսպանը ելույթը սկսեց հայերեն ողջույնով։ Բարև ձեզ։ Ես Եվրոպական միության դեսպան եմ։ Այնուհետ Վասիլի Սմարագոսը շարունակեց անգլերենով։ Եվրամիության պատվիրակության ղեկավարը Հայաստանում ներկայում ընթացող եվրոպական ինտեգրման գործընթացների մասին խոսելիս շեշտադրեց Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների կարևորությունն ու նշանակությունը։ Թվում է, թե Եվրոպան եւ Հայաստանն իրարից բավականին հեռու են, բայց իրականում նրանք մոտ են իրենց պատմություններով։ Հայերը պատմականորեն կարևոր մասն են կազմում եվրոպական տարբեր երկրների տնտեսության, մշակութային եւ սոցիալական կյանքում։ Վստահ եմ, որ Եվրամիության տարբեր երկրների տարածքներում մենք ունենք գրեթե նույնքան հայեր, որքան Հայաստանում։ Եվրամիության համար շատ կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացումը, որին մեծապես կարող են նպաստել այն կրթական ներդրումները, որոնք Եվրամիությունն ուղղում է կրթության ոլորտին։
Հայաստանի ուսանողների կրթության որակի բարելավման եւ տարբեր երկրների երիտասարդների միջև երկխոսության ապահովման ծրագրերի արդյունավետության բարձրացման համար ձեռնարկվում են քայլեր վիզաների ազատականացման ուղղությամբ։ Խոսելով Եվրամիության առավել կարևոր սահմանային անվտանգության ապահովման առաքելության մասին, Վասիլիս Մարագոսը նշեց Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը այս հարցի նկատմամբ մեր ունեցած լուրջ վերաբերմունքի մասին է խոսում։ We have been working in the past few months. Եվրամիության պատվիրակությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրականացվող մշտադիտարկմանը եւ փորձում է մասնակցություն ունենալ իրավիճակի կայունացման գործընթացներին։ Սա կօգնի տարածաշրջանում խաղաղության կարգավորմանն ու հաստատմանը։ Բացի դրանից Եվրամիությունը կարևորում է աջակցությունը հայկական զինված ուժերի զարգացմանն ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։ Եվրամիության ուշադրության կենտրոնում է նաև հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվում ընթացող շինծու դատավարությունը։ Եվրամիության պատվիրակության ղեկավարը նշեց, որ սա նուրբ եւ զգայուն թեմա է հայերի համար։ We all know how sensitive is this issue for the Armenian people. Դուք գիտեք, թե ինչքան զգայուն է այդ թեման հայերի համար։ Մենք ուշով հետևում ենք այդ գործընթացին եւ տրամաբանական է, որ ինչպես Հայաստանը, Եվրամիությունը եւս ցանկանում է, որ դա լինի արդար։ Դա հստակ է սահմանված մեր դիրքորոշման մեջ։ Խոսելով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում ստեղծվող հետագա համագործակցությունների մասին, դեսպան Վասիլիս Մարագոսը առևտրաշրջանառության ավելացման եւ նոր շուկաների ընդգրկման հնարավորություններ է տեսնում։ This is a very important priority. Առևտրաշրջանառության եւ ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից է նաեւ շատ կարեւոր մեր հարաբերությունները։ Մենք աշխատում ենք մի շարք ոլորտներում, որոնց զարգացման համար Եվրամիությունը վերջին տարիներին Հայաստանում իրականացրել է 117 միլիոն եվրոյի ներդրումային ծրագիր, որի բաղադրիչներից մեկը նաեւ հայկական ապրանքների որակի բարձրացումն է, աջակցությունը նոր շուկաների հայտնաբերմանը։ Որպես օրինակ նշեմ, որ Եվրամիությունը մի քանի օր առաջ թույլ տվեց հայկական ձկնամթերքի արտահանումը եվրոպական շուկա։ Սա իհարկե նոր հեռանկարներ է բացում համագործակցության ոլորտում։ Եվրամիության պատվիրակության ղեկավարը ուսանողության հետ հանդիպումը եւս ավարտեց հայերենով։ Անկեղծացավ, չնայած շատ դժվար է, բայց որոշել է անպայման սովորել հայերեն։ Շատ գեղեցիկ լեզուն է եւ շատ դժվար։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ֆերմերային տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի կառավարությունը ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ռիսկերի մեղման ծրագրեր կիրականացնի։ Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։ Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լիացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսությունների, ոչ միայն ապահովագրական ընկերությունների, մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60%-ներ փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում, ընդ որում այդ դեպքում նույնիսկ KfW-ն նախկինում KfW-ն մասնաբաժին ուներ, այստեղ նորից կառավարությունը ամբողջովին այդ ծախսերը վերցնում է իր վրա։ Միաժամանակ նշենք, որ վերջին 2 տարում իրականացվող գործընթացները, սա շատ կարևոր է եւ ուզում եմ հատկանշականացնեմ, սրանք ժամանակավոր լուծումներ են եւ կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Հիմա մենք փորձում ենք ապահովագրական գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել։ Որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների։ Պարզվում է տեղերկա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են
գրում ենք այդտեղ հատուկ այդտեղ, որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ուսում նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք, ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության, բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետք է բան անենք, առնչվենք։ Մենակ այդ չի, մենք պետք է գնանք եւ մարդկանց հետ խոսենք։ Մենք այդ խնդիրները, որ դռնփակ նիստերում, դռնփակ ոչ թե գաղտնի, այլ աշխատանքային մեր process-ներում քննարկել ենք, ինչա տեղի ունեցել։ Պետք է գնանք մարդկանց պատմենք, որ իրանք իմանան ինչա տեղի ունենում։ Այսքան այս ժամի լրացում թարմացված նորություններին հորիզոնի միջոցով ծանոթացեք նաև ժամը 20-ին։